Բարև ձեզ, ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Փաշինյանի խայտառակ ելույթը Եվրախորհրդարանից բողոքում է հայ հոգևորականներից անհիմն մեղադրանքներ հնչեցնում նրանց հասցեին։ Ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը։ Միացյալ Նահանգների փոխնախագահին Արցախի հիմնախնդրի մասին գիրք նվիրելը դառը հետևանք է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի համար։ Ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմի։ Վերի հիվանդանոցի ԿՊԱ-ական տնօրենը բուժհաստատության փողերը տանուլ է տվել խաղատանը։ Իմ գլխին փորձանք եմ բերել։ Հայաստանի բլոգեր վարչապետը Փաշինյանը գոռոզանում է միլիոնավոր դիտումներով, իսկ մարդիկ ծաղրում են նրան։ Պարոն վարչապետ, ձեր դիտումներն ապահովել են պերաշկին, կուկուռուզն ու գագաթաժողովի խնձորը։ Եվրախորհրդարանում ծափերի արժանացած Նիկոլ Փաշինյանի ելույթը այստեղ Հայաստանում խիստ քննադատության է արժանացել։ Մեր երկրի ներքին խնդիրները եվրոպացիներին պատմող Փաշինյանը 26 րոպեանոց իր ելույթի մի զգալի հատվածում փնովել էր հայ հոգևորականներին, մեղադրել նրանց արցախյան շարժումը ակտիվացնելու մեջ։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ arczepiskoposներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե կոնֆլիկտը։ Փաշինյանը սա ասելով նկատի ուներ ահաբեկչության եւ իշխանության յուրացման փորձի համար մեղադրվող եւ շուրջ 9 ամիս կալանավորված Բագրատ arczepiskopos Գալստանյանին։ Հայաստանի կառավարության ղեկավարը այդքանով սակայն չէր սահմանափակվել։ Շարունակել էր հայ հոգևորականներին մեղադրել ինչպես բարեվարկության կանոնները խախտելու, այնպես էլ ավելի ծանր եւ անհիմն մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին։ Իդեպ նրանցից ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ Ռուսաստանաբնակ եւ Բելարուսամետ օլիգարխների եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Եվրոպական ամբիոնից Փաշինյանը կարելի է ասել բացահայտել էր, թե ինչու է արշավ սկսել հայաստանյա ցառաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Պատճառը կրկին Արցախն է, բայց Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում այդ մասին ուղիղ չհայտարարեց, այլ ակնարկեց։ Մեր հայաստանյա ցառաքելական Սուրբ եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է խաղաղություն բառը, ու դա ոչ միայն մարդու, ոչ միայն հոգու, այլև համաշխարհային խաղաղության մասին է, եւ որի մասին մեր պատարագի կանոնական տեքստում տասնյակ աղաչանքներ կան մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, իսկ այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ եւ կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար։ Ֆրանսիայում հնչեցրած այս կոշտ հայտարարություններից մեկ օր անց արդեն մարտի 12-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը ուղիղ տեքստով ասել էր, այսինքն կարելի է ենթադրել, որ նա խոստովանել էր, որ եկեղեցու դեմ գրոհ է սկսել այն պատճառով, որ հոգևորականները շարունակում են խոսել Արցախի մասին, այն Արցախի, որը Փաշինյանը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ճանաչել էր Ադրբեջանի կազմում եւ որն օկուպացվել եւ հայաթափվել է Բաքվի կողմից։ Ես այնօր գնացել եմ պատարագի եւ պատարագի ընթացքում հնչում է ոչ մի անգամ Արցախի հանրապետությունը դա չի նշանակում։ Այդ նշանակում է պատերազմի կոչ։ Ուրիշ բան չի նշանակում։ Լավ, ոչ այսօր, վաղը մյուս օրը։ Դրա համար ենք ասում, որ Կտրիչ Ներսյանը եւ իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել։ Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը սուր քննադատության էր արժանացել Հայաստանում։ Կառավարության ղեկավարը Ստրասբուրգում եվրոպական ամբիոնից հայաստանցիների կարծիքով խայտառակ ելույթ էր ունեցել։ Ըստ էության տեղի ունեցածը ցույց է տալիս, որ կաթողիկոսի անձի շուրջ շրջանառվող այն ստահոտ մեղադրանքները կուսակրոնության ուխտը խախտելու, KGB-ի գործակալ լինելու եւ նմանատիպ այլ հայտարարությունները ընդամենը ծխածածկույթ էին։ Դրանք ծառայեցին որպես տեղեկատվական նախապատրաստություն իրական նպատակը քողարկելու համար, իսկ իրական նպատակը, ինչպես այժմ արդեն բացահայտվում է, հենց իշխանության խոսքերից վերաբերվում է ոչ թե անձնական կամ բարոյական հարցերի, այլ քաղաքական արժեհամակարգային
ազգային հակադրությանը, այն փաստին, որ հայ առաքելական եկեղեցին շարունակում է իր խոսքում պահպանել ազգային օրակարգի առանցքային բաղադրիչներից մեկը՝ Արցախը։ Եթե չեք պատկերացնում, թե ինչ անհեթեթ, լավագույն դեպքում ծիծաղելի, իսկ վատագույն դեպքում արգահատելի տպավորություն կարող է թողնել նման ելույթը դահլիճում նստածների վրա, ես դա բառերով չեմ կարող նկարագրել։ Իսկ եթե պատկերացնում եք, ապա նաև դժվար չէ հասկանալ, որ մարդը 2018 թվականից ի վեր ոչ արցախյան բանակցային գործընթացում, ոչ պատերազմից առաջ, ոչ դրա ընթացքում, ոչ դրանից հետո, ոչ էլ մինչև այսօր հենց այսպես էլ չի հասկացել, թե որտեղ ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել, ինչ են քեզանից ակնկալում, ինչը որևէ մեկին չի հետաքրքրում, ինչն է մատնում քո թուլությունը, տգիտությունը, վախերը եւ պարզ տկարամտությունը։ Եթե շատ կարճ, ապա Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին հաշվետվություն տալով աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն։ Ասում էր. Արցախը տալ էր պետք, տվել եմ, արցախահայերի խնդրով հետաքրքրվողներին պատժել եմ, Ալիևի ասած ռևանշիստներին պատժում եմ, հենց այդ սոուսով կազմաքանդում եմ հայ առաքելական եկեղեցին, Ալիևի դեմը խոնարհված խաղաղության գնում եմ, հակառուսական տրամադրություններ եմ գեներացնում, ռուսների համար խնդիրներ ստեղծում ու Թուրքիային էստի համեցեք անում եմ, այս ամենի դեմ հանդես եկող ընդդիմությանը պատժում եմ, էլ ինչ անեմ, որ մոլդովական սցենարով հունիսի 7-ին կաշից փրկեք, բայց չի հասկանում, որ մեկը լինի Եվրոպայում իր հովանավորների կաշին փրկի։ Երբ երկրի ղեկավարը միջազգային ամբիոնից վարկաբեկում է սեփական ընդդիմախոսներին եւ նույնիսկ ազգային հիմնարար ինստիտուտներից մեկը եկեղեցին, դա ոչ թե ուժեղ պետության նշան է, այլ իշխանության քաղաքական ճգնաժամի բացահայտ դրսևորում։ Այդպիսի պահվածքը ցույց է տալիս, որ Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, կանաչ լույս։ Փաշինյանն իր ելույթում խոսել էր նաև արցախահայերի մասին, հայտարարել, որ նրանց դատարկ հույսեր չի տալիս, նրանք պետք է առհավետ տնավորվեն Հայաստանում, եւ սրա համար Հայաստանի կառավարության ղեկավարը միջազգային գործընկերներից աջակցություն էր խնդրում։ Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ այս պահի դրությամբ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղությանն ամրապնդման ուղղված այս խնդիրը լուծելու համար։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ Արցախյան շարժումը փակվել է եւ ինքը թույլ չի տալու, որ այն վերաբացվի։ Այս կոշտ հայտարարություններից հետո Եվրախորհրդարանի անդամները ծափահարեցին Փաշինյանին։ Ինչու էր Եվրոպական խորհրդարանը ծափահարում Հայաստանի կառավարության ղեկավարին։ Ծափահարող եվրոպացիները հիացած էին իրենք իրենցով, իրենց կրեատուրայով, իրենք իրենց շարիկով էին զմայլվում։ Եվրոպադգամավորները հոտնկայս ծափահարում են Զելենսկուն, Զուրաբիշվիլուն, Փաշինյանին, Սաակաշվիլուն, որովհետև դրանք իրենց ղեկավարած երկրները դարձրել են դոշի բրոշկա ու դրել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին։ Եվրոպադգամավորները ակտիվ ծափահարում էին նաև Հայաստանի առաջիկա խորհրդանական ընտրություններում մոլդովական սցենարի հայկական տարբերակին եւ քաջալերում Փաշինյանի կատարելիք ընտրակեղծիքներին, բայց հայ ժողովուրդը կարող է եւ պետք է այդ ծափահարությունները խլացնի իր քվեարկությամբ։ Եվրոպացի ֆաշիստները ծափահարում են հազարավոր տարիների հայկական Արցախը Թուրքին հանձնված պահելը եւ հայ ժողովրդի էթնիկ զտմանը։ Այո, եվրոպացի ֆաշիստները, որովհետեւ հրեաների էթնիկ զտմանը եւ հայրենազրկմանը ծափահարում էին 1930-1940-ականների եվրոպացի ֆաշիստները, որոնց ցրտած սերունդն այսօր ծափահարում է հայերի էթնիկ զտմանն ու հայրենազրկմանը։ Ակնհայտ է, որ 1945-ին Էլբայի վրա հանդիպած ամերիկյան եւ սովետական զորքերն իրենց գործը ավարտին չեն հասցրել ու չեն կարողացել Եվրոպան մինչև վերջ դենացիֆիկացնել։ Փաշինյանի Եվրախորհրդարանում ելույթը Հայաստանում գնահատվեց որպես աջակցության խնդրանք իր իշխանությունը պահպանելու համար։ Փորձում է իրենցից դաբրո ստանալ, որպեսզի հիմնական դաբրոն ինքը ուզում է ստանալ այն ընտրախախտումներին, որոնք ինքը պետք է անի այստեղ, որովհետև առանց ընտրախախտումների ինքը այլևս
չի ընտրվելու։ Թե ինչպես կաջակցի Եվրամիությունը Հայաստանին ժամանակը ցույց կտա։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մի քանի ամիս առաջ որոշում են կայացրել Մոլդովայում գրասենյակ բացել, որը պետք է զբաղվի ամբողջ արևելյան գործընկերության տարածաշրջանով, այդ թվում ընդգրկի Հայաստանը։ Մենք այս առումով հաստատում ենք մեր լիարժեք հանձնարարության արևելյան գործընկերության մեր բոլոր բարեկամներին։ Թե ինչպես կդրսևորվի Եվրամիության հանձնարարությունը, պարզ կլինի առաջիկայում։ Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Կառավարության ղեկավարն անձամբ է հաստատել, որ նման ցուցում է տվել այն պատճառով, որ Գզոյանը մեկ ամիս առաջ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսին Արցախի հիմնախնդրի մասին գիրք էր նվիրել։ Երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ նշանակում։ Այս երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում։ Փաշինյանի այս խոստովանությունը սոցցանցերում լայն արձագանք էր ստացել։ Հայաստանում կա կառավարական գաղափարախոսություն, որի երանգներից շեղվելու համար ակադեմիական կառույցը ոտնատակ են անում, բայց մենք կլսենք զրո արձագանք դրա մասին եթերներում մեր անսասան ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումներից փրկող միութենական պետություն տանել թույլ չտվող փորձագեղցի մեր սիրելի քույրերից եւ եղբայրներից։ Հասկանում եք, չէ՞, թե ինչ է կատարվում։ Երկու բան։ Առաջինը, իշխանությունը վարչապետի մակարդակով անօրինական բռնաճնշումների է ենթարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Երկրորդ, իշխանությունը պետական լծակներն օգտագործում է Հայաստանի ազգային պետությունը ոչնչացնելու նպատակով։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի աշխատակիցներին միայն մեկ խորհուրդ՝ ընտրություններին տնով, տեղով, ընտանիքներով, հարազատներով 100% ներկայությամբ մասնակցել ընտրություններին ու ընտրել Փաշինյանին իրականում մերժող անցողիկ դաշինք կուսակցությանը, իսկ մինչ այդ ուղղակի շարունակել աշխատել ու չթողնել, որ թանգարանը ռասկուլաչի տանեն։ Ուղիղ տեքստով ասում է. ես Ալիևի մարդն եմ, այլ կերպ ասած կոլաբորանտ եմ։ Էլ ոնց ասի, որ հասկանանք, կամ հեռացնում ենք քանդենք պետությունը կուսակցությունը, կամ Հայաստանից հտառնել չեն թողի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են այս հարցը լուծողը։ Ու սա բնավ չափազանցություն չի, ցավոք։ Իրականում Նիկոլի քաղաքականությունը մի բանի վրա է կառուցված՝ հաճոյանալ թուրքերին եւ կատարել նրանց հնարավորինս շատ ցանկություններ մինչեւ դատվելը։ Այդ ցանկություններից ամենամեծը հենց Արցախի հանձնումն էր, որը արեց վերջացրեց։ Այս ամբողջ պատմության մեջ սարսափելին այն է, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի աշխատակիցները եւ հոգաբարձուների խորհրդի անդամները նաեւ հենց Էդիտա Գզոյանը վախեցան բարձրաձայնել, թե ինչի համար են իրեն ազատում աշխատանքից։ Մամուլն էր իր ունեցած կսկտուր տեղեկություններով այդ մասին գրում։ Եվ քանի դեռ դուք վախենում եք բարձրաձայնել այդ հարցերը, Նիկոլ Փաշինյանը կանի այն, ինչ ուզում է։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատվելու լուրը դեռ նախորդ շաբաթվա վերջին էր տարածվել։ Թանգարանից հաստատել էին տեղեկությունը, բայց չէին խոսել պատճառների մասին։ Նախարարությունից ըստ լուրերի պատճառաբանել են, որ Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որն ի դեպ նրա գործառույթների մեջ չի մտնում։ Սոցցանցերում բողոքի ալիք էր բարձրացել, երբ լրատվամիջոցները գրել էին, որ Էդիտա Գզոյանը ազատման դիմում է գրել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնից։ Հետևում եմ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի շուրջ ծավալվող իրադարձություններին ու մտածում. Այս ազգի մտավորականության համար կա ինչ-որ կարմիր գիծ, կա սահման, որ Նիկոլների կողմից տրորվելու դեպքում կորոշեն այս սրիկաների հետ չհամագործակցել։ Ամոթ եւ խայտառակություն։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը կնոջ Ուշա Վենսի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել էր մեկ ամիս առաջ, փետրվարի 10-ին։ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան ծաղկեպսակ էր դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Նաեւ գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Այս ամբողջ ընթացքում Էդիտա Գզոյանը Ջեյդի Վենսին եւ նրա տիկնոջը ներկայացրել էր հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների եւ ցեղասպանության մասին, ինչպես նաեւ պատմել Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերի մասին։ Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպված կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված 3 խաչքարերի եւ Արցախյան գոյամարտի տարիներին հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված 5 ազատամարտիկների պատմություններին շեշտելով կապը տեղի ունեցածի եւ հայոց ցեղասպանության միջև։ Շնորհակալություն հայտնելով այցի համար Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը Ջեյդի Վենսին է փոխանցել հայոց ցեղասպանության եւ Արցախի հիմնախնդրի մասին գրքեր։ Էդիտա Գզոյանը մինչև այս պահը որևէ մեկնաբանություն չի տվել իր ազատման վերաբերյալ։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը հիմնադրամի կարգավիճակ ունի եւ տնօրենի նշանակումը եւ ազատումը իրականացնում է հոգաբարձունների խորհուրդը։ Այդ իսկ պատճառով հարցը ամբողջությամբ գտնվում է հոգաբարձունների խորհրդի տիրույթում։ Սա նշանակում է, որ Փաշինյանի միջամտությունն այս հարցին անօրինական է եղել։ Վեդի բժշկական կենտրոնի ԿՊԱ-ական արդեն նախկին տնօրեն Արամայիս Գրիգորյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Լրագրող Սյուզի Բադոյանը օրեր առաջ բացահայտել էր, որ Արամայիս Գրիգորյանը հիվանդանոցի բյուջեից մոտ 140 միլիոն դրամ տանուլ է տվել կազինոյում։ Արամայիս Գրիգորյանը հիվանդանոցի բյուջեն է կրել շուրջ 140 միլիոնի չափով։ Այսօր նա ազատ շրջում է Վեդիում, կալանավորված չէ, հետևաբար կարող է ազդել գործի քննության ընթացքի վրա։ Մանավանդ որ ԿՊԱ-ական է եւ փայլուն կապեր ունի Փաշինյանի Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ։ Գլխավոր դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել փետրվարի 17-ին, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության հատկանիշներով։ Գործով մեղադրյալ չկա, այլ մանրամասներ դատախազությունը չի հայտնել։ Լրագրողի տեղեկություններով Վեդի համայնքապետ Գարիկ Սարգսյանն է ստիպել Արամայիս Գրիգորյանին ներկայանալ դատախազություն։ Վեդեցիները շատ պատկերավոր դրվագներ են պատում, թե ինչպես է Փաշինյանի Սանիկ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը իր հովանավորչությամբ ստիպել Արամայիս Գրիգորյանին մտնել գլխավոր դատախազություն եւ ցուցմունք տալ ինքն իր դեմ։ Արամայիս Գրիգորյանը լրագրողի հետ զրույցում փաստացի հաստատել է, որ խնդիրներ է ունեցել եւ հավելել նաեւ, որ իր ցանկությամբ է ազատման դիմում գրել հիվանդանոցի տնօրենի պաշտոնից, ինչպես նաեւ վայր դրել Վեդի ավականու մանդատը։ Իմ գլխին փորձանք եմ բերել եւ որպեսզի այլ միջոցների չդիմել, իմ դիտակցությամբ դիմել եմ գլխավոր դատախազին, հաղորդել եմ իմ կատարածի մասին, որից հետո եկել եմ քաղաքվեդի եւ մեկ դիմում գրել եմ աշխատանքից ազատվելու համար, մեկ դիմում գրել եմ ավականուց հրաժարվելու, դուրս գալու համար։ Հիվանդանոցի փողերը խաղատանը տանուլ տված արդեն նախկին տնօրենը ասել էր նաեւ, թե ինքն անձամբ է ներկայացել դատախազություն եւ ոչ թե իրեն ստիպել է իր թիմակից Վեդի համայնքապետ Գարիկ Սարգսյանը։ Ինձ ոչ մի հարցում ոչինչում չի կարա ստիպի, ինչ որ արել եմ ես ինքս եմ արել եւ խնդրում եմ, որ որևիցե մեկի անունը պետք չի շահարկել, որտեղ ես, ինչ որ բան կա, ինձ է պետք ասել, ինձ է պետք գրել։ ԿՊԱ-ական Արամայիս Գրիգորյանի կողմից Վեդիի հիվանդանոցի փողերը խաղատանը տանուլ տալու մասին լուրը սոցցանցերում բողոքի ալիք էր բարձրացրել։ Հարգելի Վեդի համայնքի բնակիչներ, տեսեք, թե ինչպես են Վեդի համայնքի ԿՊԱ-ական իշխանությունները վերաբերվում ձեր վճարած հարկերին ու համայնքային միջոցներին։ Մինչ դուք աշխատում եք, հարկեր եք վճարում եւ հավատում եք, որ այդ գումարները պետք է ծառայեն համայնքի զարգացմանը, պարզվում է, այդ միջոցները կարող են հայտնվել կազինոյում տանուլ տրված գումարների պատմության մեջ։ Երբ բժիշկներն այսօր անգամ 5000 դրամ աշխատավարձ են ստացել ապահովագրության համակարգի ներդրումից հետո, ուշադրություն, Վեդի հիվանդանոցի ԿՊԱ-ական տնօրենը հիվանդանոցի բյուջեի 170 միլիոն դրամը կազինոյում պարտվել է։ Վեդու բժշկական կենտրոնի ԿՊԱ-ական տնօրենը, որը նաև ավականու անդամ է, հիվանդանոցի բյուջեից միլիոններ ա կրվել կազինոյում, չի էլ հիշում ինչքան։ Ու հիմա ասում է, ես դիմել եմ դատախազություն, հրաժարվել եմ ավականու մանդատից ու բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից ու ցավում եմ։ Եթե դու ԿՊԱ-ական ես, քեզ հիմա բան չի սպառնում։ Կարող ես պետության փողերը կրվել կազինոներում ու լինել ազատ։ Կարևորը եկեղեցու դեմ արշավին քանակ կարողանաս ապահովել։ Էս չի ձեր առողջապահության ոլորտը, էս չեք դուք։ Վեդի համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի ցանկացել մեկնաբանել ընկերոջ գործողությունը։ Շատ զգայուն թեմա է եւ մենք բոլորս այս տարածաշրջանում ապրում ենք
ու Արամայիսը Գրիգորյան նախկին տնօրենը, ինչ շատ մտերիմ հարազատ անձնավորություն է, դրա համար ես կխուսափեմ այդ մասով որևէ։ Վեդի բժշկական կենտրոնը առողջապահության նախարարության ենթակայության ներքո է։ Նախարար Անահիտ Ավանեսյանը եւս խուսափել է գնահատական տալ թիմակցի եւ գործընկերոջ արարքին։ Նախ գումարը այդ գումարը չէ եւ քրեական գործ է հարուցվել եւ հիմա նախաքննություն է ընթանում եւ քրեական գործի նյութերում կպարզվի թե ինչպես է դա հնարավոր եղել։ Վեդի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենը հարուցված քրեական գործի շրջանակում որևէ կարգավիճակ չունի։ Նա սպասում է իրավապահների գործողություններին, որոնք դեռ 1 ամիս առաջ են առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության հատկանիշներով քրեական գործ հարուցել։ Նիկոլ Փաշինյանը պարզեցել է, որ իր Facebook-ի եւ Instagram-ի էջերի դիտումներն ակտիվացել են, միասին հասել մինչև 120 միլիոնի։ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղադրել է դա ապացուցող վիճակագրություն եւ կից գրել. Չգիտեմ մարդկանց դուր է գալիս թե ընդհակառակը, բայց փաստ է, որ վերջին ամսվա ընթացքում Facebook-ի եւ Instagram-ի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել։ 120 միլիոն։ Նիկոլ Փաշինյանին հենց իր գրառման մեկնաբանությունների բաժնում քաղաքացիները ծաղրել են։ Վերջ, փրկվանք, էս ինչ լավ նորություններ։ Կոմյակ ձեռքբերումն է վերջապես, հպարտանում ես։ Հիմա թրեշ կոնտենտը մոդա է, մարդիկ ինչ զիբիլ ասես նայում են։ Ու փրկվեց հայոց ազգը այդ դիտումներից։ Շնորհավոր բլոգեր ջան, մեծ հաղթանակ է սա։ Ուռա, ոչ մի երկրի ղեկավար նույն աճը չէր կարողացել գրանցել։ Հու, հեյ։ Պարոն վարչապետ, ձեր դիտումներն ապահովել են Պերաշկին, Կուկուռուզն ու Գագաթաժողովի խնձորը։ Քել դու բլոգեր աշխատի, երկիր ղեկավարելը քոնը չի։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։